Ամառվա շոգը վտանգավոր է ոչ միայն արևահարումով, բարձր ջերմաստիճանը ժամերի ընթացքում կարող է սովորական կերակուրը վերածել վտանգավոր սննդի։ Առաջին հայացքից անվնաս թվացող մթերքում հիվանդացին միկրոօրգանիզմները արագ են բազմանում, առաջացնելով սննդային թունավորումներ եւ սուր աղիքային վարակներ։ Ամենավտանգավորը հաճախ սննդի արտաքին տեսքն ու հոտը չեն փոխվում եւ մարդը չի կասկածում, որ այն արդեն վտանգավոր է։ Մասնագետները հիշեցնում են, վարակներից պաշտպանվելու ամենահասանելի, բայց ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի ճիշտ լվացումն է։ Դա պետք է անել հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ։ Աղիքային վարակիչ հիվանդությունների ազդիչները ճանճերը օրինակի համար կարող են տարածել, ասենք որևէ կեղծոց մակերեսի վրա, նստեն սննդամթերքի վրա, որը պաշտպանված չի, կարող են տարածել աղիքային վարակիչ հիվանդությունները։ Վտանգը միայն սննդով չի սահմանափակվում, շոգ օրերին օրգանիզմը արագ է կորցնում հեղուկը, իսկ ջրազրկումը թուլացնում է պաշտպանական համակարգը։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն անվտանգ խմելու ջուր եւ օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ ընդունել։ Եթե հանգիստն անցկացնում եք բնության գրկում, զգոնությունը պետք է կրկնապատկել։ Միջատներն ու տզերը կարող են փոխանցել մի շարք վարակիչ հիվանդություններ, դրանցից պաշտպանվելու համար անհրաժեշտ է օգտագործել ռեպելենտներ եւ կրել հնարավորինս փակ պաշտպանիչ հագուստ։ Միշտ ցանկացած բաժարը հոսող ջրի տակ պարտադիր պետք է լվացվեն։ Շուկշացող սննդամթերքը պարտադիր պետք ցանկալի է որ դրանք փակ տարաներում լինեն, մի հատ նրբություն էլ կա, որ եփած սննդամթերքը պետք է գտնվի հումից ավելի բարձր դիրքում բարձր դարակների վրա։ Մեխանիկորեն չկեղտոտելու դա էլ ասենք որոշակի իր նշանակություն ունի։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով ոզիկներ կամ ասենք բիտույցներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն հումը եփած սննդամթերքի։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում ընդգծում են, ամառային վարակների մեծ մասը իրականում կանխարգելելի է։ Բավական է պահպանել անձնական հիգիենան, սնունդը պահել անվտանգ պայմաններում, խմել անվտանգ ջուր, խուսափել կասկածելի սննդից եւ պատասխանատու լինել ճանապարհորդելուց առաջ։ Մի քանի պարզ կանոն կարող է կանխել առողջական լուրջ խնդիրներն ու ամառային հանգիստը դարձնել առավել անվտանգ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։